Խնդիրը դա գալի որ իրանք խոցելի են պատկերացնում եք լեգիտիմություն չունենալով այս մարդիկ պետք է Ալիևի սահմանադրություն ունենան այս մարդիկ պետք է Տիգրանաշեն հանձնեն հարցը դրվի դուք պետք է տապալեք այդ հարցը ինչ ոչի ճակատը մերն է արտախորհրդարանական ընդդիմության հացնա թանկանալու մնացած այդ արտադրանքը հումք տա թանկանալու այդ բոլորը կետեր են որոնք հնարավորություն են այս իշխանությանը անհնազանդության միջոցով հեռացնելու Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք այսօր շարունակում ենք մեր թարմձայն հաղորդաշարը, մեր այսօրվա հյուրն է Սամվել Աշոտյանը, տնտեսագետ, տվյալների վերլուծաբան եւ հանրային գործիչ, նաեւ շատ տարածված նաեւ սոցցանցերում հայտնի բլոգեր, այսպես ասած կարելի ասել։ Դե ճիշտ ասած բլոգեր, Հիմա բլոգերը շատ աղավաղված անվանում է դարձել ամեն մեկը։ Դրա համար ես ավելի նախընտրում ասել հանրային գործիչ, որովհետև հանրության հետ ենք, չէ՞, մենք աշխատում հասարակական բաների, հասարակական քաղաքական հարցերով ենք զբաղված, իսկ բլոգերները այս պայդրությամբ ինչ որ մենք հասկանում ենք ամեն դեպքում բլոգեր ասել, օրինակ ժամանակին մի քիչ ուրիշ չէ, չէ՞, ընկալում։ Հիմա մենք պատկերացնում ենք օրինակ Նիկոլ Փաշինյանի առաջ ձեռքը սրտին խոնարհվողների, որ գալիս է բաներ անում, ի դեպ ասում այդ բլոգերների մասով այդ բլոգերը ինչ-որտեղ կարդացի, որ ասել է Բասմա Նիկոլ ատողները ու Նիկոլի մոլի երկրպագուները իրարից բանով չեն տարբերվում, էլի, այսինքն իրանք փորձում են տենց մեզ ցույց են տալի իբր անհիմն է, Նիկոլի սիրելը անհիմն է, չէ՞, հավասարության նշան են դնում, հա, ոնց որ բանն է, իսկ ատելու համար մենք ունենք հստակ պատճառներ։ Ամենաառաջինը իր գործունեությունն են կատելում առաջինը, իր անձը կապ չունի ստե։ Ես կարծում իր անձն է կապ ունի, իմ համար ամեն դեպքում ունի, այդ անձն է տվել Արցախը։ Ես ոնց որ իրանք բանը շատ են այդ մանիպուլացնում, բայց ես պնդում եմ, ոնց որ ճշմարտությունն է, էլի այդ դիսկուսիայի մեջ մտնելու թեմա է, իրանք տվել են Արցախը, ու այդ ամեն ինչ այդպես սարքել մի խոսքով, ասում եմ, այդ ասում են մարդիկ, ովքեր այսպես նիսկի պակլոնի են գնում, էլի։ Ես բլոգեր նկատ ունեի, բարիս բուն իմաստով այն դասական լավ բլոգեր, հա, լավ կոնտենտ։ Դասական իմաստով ինչ որ նկատում եմ։ Լավ, Սամվել ջան, երեք առաջի օրը ազգային ժողովը բուրն էր, 9-րդ գումարումն է, այսպես ասած, Պիղծը Դավաճյանը ազգային ժողովում էր, իր ծրագիրներ ներկայացնում, Իրաններ կամ իրեն իջեցվածների լրիվ ուրիշ թեմա է։ Ամեն դեպքում բուրն զարգացումներ են եւ կարծես թե երբ որ ընտրությունների օրը ավարտվեց եւ սպասում ենք ընդդիմության այսպես ասած գործողություններին, ասեցին տեսանք որ չկա Իմպոտենտ են, էլի։ Ինչ գործողություն պետք է անել։ Լավ, ասինքն լավ, տեսնենք ազգային ժողովը սկսվի գործը ծավալի, էլի։ Նիկոլը գալիս է, Էդգար Ղազարյան ասում է, «Խի չեք թողում գա»։ Եկավ, ինչ արեցիք, ախպեր ջան։ Այսպես ասենք սուր հարց է տեսնի իրականության մեջ եթե ազնիվ լինենք Հայաստան դաշինքը գոնե թե սուր հարցեր բարձրացրեց այնքանով որ տեսանք այդ սուր հարցերից հետո հետևանքներն էլ տեսանք շոու եղավ տենց ակնհայտ գիտեք այստեղ մի հատ խնդիր է գալիս որ ինչը օրինակ Լևոն Քոչարյանը ասեց բավական տեղին սուր քննադատություններ ուղղակի այստեղ խնդիրը դա գալի որ իրանք խոցելի են քանի որ իրանք անցնում են այդ ապօրինի գույքի վերադարձի գործընթացով ու ակնհայտ է որ դա հիմքեր ունի ու շատ լուրջ հիմքեր ու բոլորս այսպես տասնյակ տարիներ է դրա մասին խոսվել է այսինքն մեր մոտ խնդիրը նրանում է որ ընդդիմությունը բավականին խոցելի է նման դեպքերում ու որքան էլ որ բան անենք օրինակ ասենք որ այս պահի դրությամբ օրինակ հենց Հայաստան դաշինքում կան իրապես լավ ընդդիմադիրներ, ովքեր որ լավ գործունեություն վարում են կարողանում են համ թիրախային քննադատել, համ գործ են կարողանում անել, բայց զուտ եւ միայն են փաստով, որ իրանց խմբակցությունից այդպես ահագին մարդ անցնում այդ գործով, դա արդեն թույլատում է իրանց դիրքերը շատ խիստ։ Այս խնդիրը ու մնացածի առումով իսկ ուժեղ Հայաստանին ինչ վերաբերում է, իրանց դեպքում չգիտեմ, ես կարծում եմ, որ իրանք պետք է վերանայեն իրանց մոտեցումները։ Իհարկե օրինակ Նարեկ Կարապետյանի ելույթը տեսա, որտեղ ինքը համեմատում էր Զոհրաբի հետ Նիկոլ Փաշինյանին, այդ բավականին տեղի էր, բավականին լավ ելույթ էր։ Ուղղակի ես կարծում եմ, որ այդ մեծ կապիտալի, այդ մեծ հնարավորությունների տեր ընդդիմությունը կարա շատ ավելի մեծ աշխատանք անի հողի վրա ու ոնց որ դաշտային պայքար կոպիտ ասած տանի ու ոչ միայն մանկապարտեզի մասին ինչ կասես, այդ սեղանին հարվածելը, դուրս գալը, նեղանը, երեք էլ Նիկոլ Փաշինյանը ձեռ էր առնում դրանց։ Հա, գիտեմ, հա ինքը այդ որ բաներ անում չէ, ասում էր այդ Գարեգին երկրորդ հետ արդեն ԿՊ-ն էր նույնը ոնց փորձում այդպես խաղացնել, էլի։ Խաղացնում էր իրականում։ Այստեղ գիտեք, խնդիրը նրանում է մենք եթե Շվեյցարիայում լինեինք, այս քաղաքակիրթ մեթոդները իհարկե կաշխատեին, բայց Հայաստանում չգիտեմ, էլի մի քիչ
Չեմ կարող, երևի ավելի շուտ սպասենք, տեսնենք հետո հետևանքը ինչպեսին կլինի, էլի ոնց իրանք կշարունակեն այդ պայքարը, որովհետև ակնհայտ է, որ ուժեղ Հայաստանը փորձում է ինչ-որ ձև ադապտացի ձև գտնի, իսկ իր հերթին ԿՊ-ն, եթե նկատել եք, ինքը ամեն կերպ փորձում է սիրաշահել մյուս կողմից ուժեղ Հայաստանին, ինքը ուզում է ուժեղ Հայաստան սարքի իրեն հարմար ընդդիմություն։ Այդ թվում եւ ես ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանի համար շատ լավ տարբերակ է, որ ինքը օգտագործի Սամվել Կարապետյանին, իր կապիտալը նախ եւ առաջ ճգնաժամի մոտեցող Հայաստանում այդ կապիտալը իրան օդի ջրի պես պետք է, իսկ Սամվել Կարապետյանից կապիտալ խլելը հեշտ գործ չի, որովհետև Սամվել Կարապետյանի ամենախոշոր ձեռնարկությունը Հայաստանում հեծներ արդեն իսկ այդ խլել են, ոնց որ այն էլ գիտեք, հեծը ինքը կապիտալի առումով չի իր կարևորություն, որտեղ ինքը այտենց մեծ եկամտաբերություն էլ չի ունեցել, դա եղել է Սամվել Կարապետյանի համար միջին բան, բայց այստեղ խնդիրն է ինֆրաստրուկտուրա է որպես։ Հա, նախ որպես ինֆրաստրուկտուրա, ռազմավարական օբյեկտ, նաև այստեղ գալիս է այն մնացած պայմանավորվածությունները հենց արևմուտքի հետ, օրինակ Firebird-ի դեպքում, ինչի համար հենց Firebird-ի հետ AI գործան սարքելուց առաջ հենց հեծիջի հետ դեպքերը տեղի ունեցան։ Միանշանակ իրար հետ փոխկապակցված։ Հա, ու այստեղ որ մենք ասենք որ կաթողիկոսի թեմայից ամեն ինչից երբ որ Սամվել Կարապետյանի պաշտպանություն կանգնեց, այդ այնքան էլ այդպես չի, դա հանդիսացավ տրիգեր։ Պատրվակ։ Այդ տրիգերն էր, բայց այդ գործընթացը գնում էր ու պատահական էլ չի, ես համոզմունք ունեմ, որ Սամվել Կարապետյանը հայտնվեց Հայաստանում ու այդ ելույթն ունեցավ։ Ինքը հենց այդ ելույթով առաջին հերթին իր քաղաքական ամբիցիաների այդ հավակնությունների մասին հայտարարեց։ Ու այդտեղից, այսինքն այդ գործընթացները տեղի ունեցել կուլիսներում, որոնց հանրությունը տեղյակ չի եղել, բայց ակնհայտ է որ տեղի ունեցել ու հասել են քեզ կետին այդ գործընթացով։ Հիմա որն է նպատակը, տեսնում եք, անընդհատ ես օրինակ որ նայում եմ բավականին հետևում եմ հարցազրույցներին ԿՊ եւ այլ, իրենք անընդհատ նրա մասին են խոսում, մենք ուզում ենք որ ամեն ինչ լինի բարեկրթության սահմաններում, որ մենք կարողանանք լեզու գտնել, այս ազգային ժողովն աշխատի։ Տեսեք, այստեղ խնդիր կա ազգային ժողովում, քանի որ ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի ու նամանավանդ ԿՊ-ն այդ մանդատագողության համար, նրա համար, որ վարչական ռեսուրսա տոտալ կիրառվել եւ այլ, լեգիտիմության խնդիր կա։ Իսկ այդ լեգիտիմության խնդիրները ես օրինակ պնդում եմ, որ իրենք չունեն լեգիտիմություն ընդհանրապես։ Ու այս ամենը հաշվի առնելով պատկերացնում եք այդ լեգիտիմություն չունենալով, այս մարդիկ պետք է Ալիևի սահմանադրություն ընդունեն, այս մարդիկ պետք է Տիգրանաշեն հանձնեն, այս մարդիկ պետք է շատ այդպիսի բաներ անեն, դեմոնտաժ անեն հայկական պետականությունը, հայկական բովանդակությունը հեռացնեն մեր պետությունից, ինչը որ կար։ Անունը դնեն 4 հանրապետություն։ Ու այս պայմաններում նայեք այդ խնդիրն ինչու՞մ է, քանի որ այդ լեգիտիմության խնդիրը նաև կա ընդդիմության մոտ, որովհետև հակնհայտ է որ այնտեղ խնդրակաշարքի հարցեր են եղել, այդտեղ խոցելի մաքուր չեն։ Հիմա ինչու՞մ է ամբողջ խնդիրը։ Այս մի կողմը Նիկոլ Փաշինյանն ասում է, եկեք տեսեք, երկուսս էլ լեգիտիմության հետ խնդիր ունենք։ Եկեք մենք իրար հետ աշխատենք, գոնե թե մեր այդ բարեկիրթ, այսպես կոչված ճակերտավոր այդ աշխատանքի սահմաններում, այդ բանի մեջ, այդ ռամկաների մեջ կոպիտ ասած մենք իրար հետ աշխատենք, ու որ Նիկոլ Փաշինյանը նախ ինքը այս դեպքում շատ խիստ կաշկանդված է, որովհետև մեկ հենց ամենահասարակը ինքը չունի այնքան քվե, որ սահմանադրությունը դնի հանրաքվեի, չէ՞ այդ հարցը ընդունի։ Իրան պետք է падգամավորներ 6 հոգի ընդդիմադիրներից, ակնհայտ է Հայաստան դաշինքից դժվար է լինելու վերսել։ Կամ պետք է ստորագրավակ կազմակերպել։ Կամ ստորագրավակ, ինչը նույնպես խնդիր է։ Լուրջ խնդիր է, որովհետև հակառակ կողմից մենք էլ ենք չէ պայքար տանելու դրա դեմ։ Այսինքն մենք խոսելու ենք դրա վտանգների մասին, էլ չասած որ Ալիևի սահմանադրության մեջ մենակ Ալիևի համար չի նախատեսված ինչ-որ բաներ, նախատեսված կա որոշակի հստակ բաներ, նաև Նիկոլ Փաշինյանի համար, օրինակի համար իմ ընկեր Անդրանիկ Զատիկյանը պնդում ինքը ասում է, որ այս բանով հանրաքվեով սահմանադրությամբ իրանք դնելու են այնպիսի պայմաններ են առաջ քաշելու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հավերժացում մինչև Նիկոլ Փաշինյանի մահվան օր ինքը հնարավորություն ունենա կառավարելու հնարավորինս շատ լծակների ձեռք լինել։ Նազարբաևը չկարողացավ պայել նույն կերպ։ Հա, իրականում նայեք, այս խոսում է թուլացած իշխանության մասին։ Իրականության մեջ ոչ մի բանը ոչ Քոչարյանից է տարբերվում, ոչ Սերժից։ Ես կասեի ավելի վատ բաներով այն տարբերվում, որովհետև այստեղ ինքը օրինակ ասում է ինձ թող դատեն նույն դատով ինչ որ ես եմ դատում, օրինակ հենց Քոչարյանին ապօրինի գույքի համար չէ, բայց օրինակ հենց կարող է Նիկոլ Փաշինյանը եւ ինքը իր ձեռքով չունի, բայց տեսնում եք որ գույքն է ձեռք բերել, բայց ինքը մի ամբողջ տարածք հանձնել։ Հա, հենց այդտեղից էլ է մի հատ հավասարության նշանը հեշ չես դնի։ Նայեք, գիտեք, այդ սոցիալական արդարության հարցերին ենք մենք այստեղ գալիս, ինչ շատ ծանր է Հայաստանի նման մանավանդ փոքր երկրներում ու որտեղ այդ բանի
հասարակության մեջ շատ մեծ այսպես բան կա, էլի ոնց ասեմ, այդպես կտրվածք կա, այդպես խզում կա հարուստների ու աղքատների միջև կոպիտ ասած, այսինքն իրաց եկամուտների բաշխումը Հայաստանում շատ այսպես խիստ անարդար ձևով է եղել, հələ սկսած դեռ 90-ականներից, մի խոսքով դա ուրիշ թեմաներ են, բայց խնդիրը նրան է հասել, որ հանրությունը, ով որ հարստահարվել աղքատության մեջ ապրելով, որ ականատես է եղել տարիներ շարունակ, էլիտաների ինքնիրավչության, ասենք չգիտեմ, էլի եղել են այնպիսի ֆիգուրներ, ինչպեսիք են, ինչպես են Միրան Պողոսյան, չէ, Բանանի Միրանը օրինակի համար, մնացած ովքեր որ հանրության համար անընդունելի կերպարներ կամ նույն Գագիկ Խաչատրյան, այսինքն հա ու այս ամենը ոնց որ հանրությունը աչքի առաջ ունենալով կամ թեկուզ եւ Սյունիքում եղել է Լիսկան մարդկանց համար այնքան անընդունելի է ու տեսնելով որ գոնե թե այս պահի դրությամբ են ինչ կատարում են ժամանակ չկա հանրության մեծ մասը զուտ մտածելով իրենց ասես ասենք առաջնային այդ անվտանգության մասին նրա մասին որ իրանք գոնե թե հիմա կարողանում են ինչ որտեղ հանգիստ լինել ասենք չգիտեմ էլի այդ բացայտ ռեկետ չկա կամ բան չկա մարդիկ հաշտվում են մնացած բաների հետ են գաղափարական կորուստների արժեքային կորուստների հետ, Արցախի կորուստի հետ անգամ, որովհետև այս տարիներ շարունակել է մեզ անընդհատ բան են, չի արել, հենց խնդիրենց իրանցից է եկել, որովհետև սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանից անընդհատ ժողովրդին բանն արել, որ լռեք Արցախ կա, Արցախում կռիվ կա, այսինքն անընդհատ հենց այս քարոզչությունը բերել է նրան, որ մարդկանց մեջ ինքնաբերաբար դա դրվել է որպես Արցախը բեռ, այսինքն մենք այս վատ ապրում ենք, որովհետև դե Արցախում կռիվ է, բան եւ այլն ու գնալով մարդկանց գիտակցությունն է փոխվել Արցախի նկատմամբ, դա սկսել է ընկալվել ոչ թե որպես սրբազան հայրենիք, որպես մեր արժանապատվության, այսպես ասենք են նյութականացումը, որպես անվտանգության մեր դարպասներից մեկը, անգամ անվտանգության դարպաս, այլ դիտվել է որպես հենց այդ հայտնի խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանը չի ասել Սերգո լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղը չես տվել, օրինակ, ու այդ քարոզչությունը գնալով հանրության մեջ արդեն ընկալվել որպես բեռ, այս պահի դրությամբ Նիկոլն էլ կարողանում է դրա համար ասի, այդ թոկեր մենք այդ բան արեցինք, էլի թոկը բաց թողեցինք, այսինքն այս խնդիրը գալիս է այդ համակարգից ու այդ համակարգի բոլորը մեղավոր են, բոլոր իշխանությունները իրենց քարոզչության համար, իրենց այս պահվածքի համար, նրա համար, որ ժողովրդին այդ իրավիճակին հասա, որ Նիկոլի նմանն եկել է ու մինչև հիմա մնում է, բայց պետք է ասել, որ քանի դեռ չի ձևավորվել այն ալտերնատիվ, որ ժողովրդի համար ընդունելի կլինի, հա Նիկոլ Փաշինյանը մնալու է իշխանության, բայց մենք չպետք է բացառենք, որ այդ ալտերնատիվը ձևավորվելու է։ Ես համոզված եմ, որ ձևավորվելու է մի ալտերնատիվ, որ թե հայ ազգի համար է ընդունելի լինելու, ու թե լավ ալտերնատիվ է լինելու։ Բայց այդ ալտերնատիվը իհարկե պետք է հասկանանք, որ այնտեղ առաջի շարքերում չեն կարող լինել նախկին իշխանության ինչ որ կարկառուն ներկայացուցիչներ, այնտեղ չեն կարող լինել կարկառուն նույն ԿՊԱ-ականներ բացառվում ընդհանրապես։ Նույն խոցելիության պատճառով, ինչ որ մենք սկզբում ասում։ Ու գիտեք, բոլոր պետությունները Կարանք այսպես ասենք, բոլոր պետությունները անցել են այս անարդարությունների, այս սոցիալական անարդարությունների միջոցով, այս եկամտի, այդ այսպես ասենք, կապիտալի բաշխման անարդարությունների միջոցով, ասած Ամերիկայից, Եվրոպայից եւ այլն, այսինքն առաջացել են ինչ-որ ընտանիքներ, այն հայտնի խոսքը կա, չէ, որ առաջին միլիոնը միշտ ոնց որ զարտուղի ճանապարհով են աշխատում, ովքեր այդպես են աշխատել, բայց այդ ամեն ինչը բալանսի է եկել ինչ-որ հանրային համերաշխության շրջանակներում, որովհետեւ շատ այսպես օրինակ ասենք, օրինակ Գագիկ Ծառուկյանի մասով Գագիկ Ծառուկյանի իհարկե ворթիները բավական խնդրահարություն, բայց եթե իրանք իրենց սկսեն նորմալ պահել, եթե Գագիկ Ծառուկյանը օրինակի համար ներդրում է անում եւ այլն ինչի է խլում բիզնեսը մարդուց, այսինքն ինքը լավ, վատ, մեծ դուր գա իր կերպարը, դուր չգա եւ այլն, բայց հնարավորություն կա այդ մարդը հայ է, իրան որպես ազգային բուրժուազիայի մաս դարձնել, իր ворթիներին ազգային բուրժուազիայի մաս դարձնել, այսինքն գալ պետությունը, հանրությունը ընդհանուր այդ համերաշխության շրջանակներում լեզու գտնի իրար հետ, որովհետեւ հիմա այդ է, օրինակ իհարկե կուզեին Գագիկ Ծառուկյան փոխան մի ակադեմիկոս լիներ, բայց հիմա Գագիկ Ծառուկյանն ու հայ է։ Ես վախ ունեմ, որ մեզ ուզում են մեր բիզնեսմեններին, լավ, վատ, շունգել հայ բիզնեսմեններ ուզում են փոխարինել դրսից բիզնեսմեններով։ Իրանց չթուրքացնել, օրինակ ես չեմ հավատում, որ Գագիկ Ծառուկյանին հնարավոր է թուրքացնել, ինքը շատ խնդիրներ ունի։ Նկատում եմ վերցնել տալ թուրքական կազմակերպությունները։ Ինչի մենակ թուրքական, ով լինի, որ ազգից որ պատահի, օֆշոր լինի, բայց հետևում թուրքականը։ Կարա լինի, իհարկե կարա լինի, հենց նպատակն էլ դրանում է, հենց հայկական պետության բովանդակությունը, ասում ենք փոխել մասով, նույնը օրինակ բարթացնելու են ազգությամբ հայերի քաղաքացիություն ստանալը Հայաստանում։ Օրինակ նայեք, Իսրայելն էս որ նայում, ինքը ամեն կերպ բարձրացրել է։ Ապացուցես, որ ապու պապերիտ մեջ հրյա է եղել։ Բանել է
մի փոքր ինքն է նույնիսկ շահագրգռված, որ քո մեջ հրեական միանշանակ, բայց այդ ամբողջ արքի սրանք շահագրգռված են մոռացնել տալ, որ դու հայ ես եղել, սփյուռքի հետ կապերը խզել, սփյուռքի հետ կապերը խզելը ակնհայտ է, չէ՞ որ պետությունների շահերն ամկնում, որ պետություններն շատ երկար ժամանակ պայքարել Հայաստանի ու սփյուռքի այդ կապերը խզելու համար, որովհետև այդ տարբեր քաշային կատեգորիաներ են Հայաստանը մենակ ու Հայաստան սփյուռքի հետ։ Հայաստան սփյուռքի հետ կարող է ունենալ հավակնություն դառնալ տարածաշրջանային գերտերություն, փոքր, բայց գերտերություն։ Իսկ Հայաստանը միայնակ միշտ մնալու է այսպես պարփակված այդ սահմանների մեջ ու այն սահմաններում, որոնք գծել են թուրքերը, այսինքն նրանք կասեն, այստեղ պետք է նստեք, ուրեմն այստեղ պետք է նստեք։ Իսկեն հասցեք էլի ինչ եմ ասում։ Հիմա ուրեմն ես տեսա, որ այս բանի շրջանակներում էլի նույն Քոչարյանի այս դեպքի շրջանակներում ուրեմն իրանք բանն ան, մենք առաջարկեցինք ձեր կապիտալի 25%-ը պայք մնացածը տվեք, հետ ապօրին ձեռք բերած Պարզա չէ որ ոչ մի բիզնեսմեն չի այդ հաշտության չի գնալու հաշտությանը այլ կերպ են գնում դրա համար գործիքակազմեր կան իսկ եթե նպատակ լիներ համերաշխություն ձեռք բերել հանրության շրջանակներում իրանք ոչ թե զարտուղի ճանապարհով փորձեին անել ոչ թե այս մի բիզնեսմենը մեկը տենում ես ինչ որ էժանով ինչ որ մեկի բան վաճառեց ու տենց իր վրա քրեական գործերը փակվեցին բան այսինքն պարզա չէ որ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կան եւ այլ եթե նպատակը լիներ բանը պահելը հենց համերաշխություն ձևավորելը ապա օրինակ 10 տարի ժամանակ կտրվեր, կասվեր եղբայր, դու ապօրինի այսքան գույք ես ձեռք բերել, այս գնի 10 տարվա ընթացքում այդ գնի կրկնակի չափով դու անում ես ներդրումներ, այս ոլորտներում ու մենք համարենք որ հաշտություն է եղել։ Այս պատկերացնում եք դու գնում ես գա ծառկերն ասում ես եղբայր գիտենք, հա, սաղս էլ գիտենք որ լիք ապօրինի գործեր ա եղել եւ այլն։ Այս պահից այս կետից էլ չի լինելու, բայց այս ընթացքում օրինակ ընդունենք դու 1 միլիարդ դոլարի ես ապօրինի գույք ձեռք բերել, քեզ 10 տարի ժամանակ դու ամեն տարի 100 միլիոն դոլար ներդրում ես կատարում SSS ոլորտում։ Այդ ոլորտները հիմնականում օրինակ IT ոլորտը կարա լինի, այդ ոլորտը կարա լինի ռազմարտությունաբերություն, այդ մարդը ոչ միայն այդ ներդրումը իր փողը դնում, այլ նաեւ եկամուտ է տեղից ստանում։ Այդ թվում եւ հանրությունն է բարձրատրվող աշխատատեղեր ձեռք բերում այդ թվում եւ տնտեսությունն է աճում ու համերաշխությունը ինքնըստինքյան գալիս է ու Գագիկ Ծառուկյանը սկսում է դիտարկվել արդեն համազգայունորեն որպես այն լավ մարդը այն բիզնեսմենը ով որ մեր պետության պաշտպանության մեջ այսքան ներդրում ունի ասում այդ ձևով է տեղի ունեն ոչ թե դու գնում ես մարդու դեմը գանգստերավարի դնում ես չորով ասում ես դե 25%-ը պայեն 75%-ը տուր մեզ ու այդ 75%-ը գիտեք եթե ապօրինի գույքի վերադարձ չի ըստ կոչվում ապօրինի գույքի վերաբաշխում որովհետև բոլորս լավ եք չէ տեսնում թե օրինակ նույն Հովիկ Աբրահամյանի դղյակները ում անցան, լիք բիզնեսները ում անցան եւ այլն ոնց որ parza ինչա տեղի ունենում։ Հները գնացին եկան նորերը եւ հա ցավոք սրտի այդ տողերի հեղինակն էլ տենց մոլորվել է կարծես թե։ Ցավոք սրտի։ Սամվել տես օրինակ դու լավ ասացիր որ մեզ հարկավոր է ալտերնատիվ։ Կա այսպիսի ընդունված հասկացողություն ստվերային կառավարություն, երբ որ ընդդիմությունը պատրաստում է իր ստվերային կառավարությունը, երբ որ կառավարությունը իր դրած արժեվ խնդիրները չկարողանա լուծել, հեռանում է գալիս է ստվերային կառավարություն։ Միգուցե մենք ներկա օրոք կարիք ունենք ստվերային ընդդիմությանը, քանի որ մենք տեսնում ենք, որ այսօրվա ընդդիմությունը համ խոցելի է, համ էլ ներկապային ընդունակ չի իրականացնել իշխանափոխություն առնվազն։ Ակնհայտորեն ընդունակ չի որովհետև ոնց որ ընդունակ ընդդիմությունը լրիվ այլ ռետորաբանություն կունենա, լրիվ այլ ձևով էլի իրանք դրսևորեն։ Գոնե չէր գնա արժեին պայմանավորվածություններին։ Հա, գիտեք։ Գոնե ոնց իրանց պայն որ մի ընդդիմությունն է տենց իրան։ Տեսեք, խնդիրը նրանում է, որ քննադատություններ տարբեր կան այդ ընդդիմության օրինակ, գիտեք, ես եղած այդ խորհրդանական ընդդիմության չեմ տվել իմ քվեն ու իմ քննադատությունը միշտ են եղել որ գնալու են էլի են այսպես կոչված բոշափչացած շոուներ ենք մենք տեսել։ Ինչ որ 5 տարի տեսել են։ Բայց այդ իմ քննադատությունը ու նման շատ մարկածով că իրանց քվե չեն տվել իսկ իրանց քվե տվողները լրիվ հաշտ էին նրա հետ որ այդ բոշափչացած շոուն լի ու իրանք ասում են հա գնացեք ու կռիվ արեք գնացեք այսինքն իրանք այն քննադատությունը որ իրանց չընտրողն է տալիս դրան են լսում բայց իրանց ընտրողների բանը չեն լսում իրանք գնալով կորցնում են իրանց ընտրողների էլի ոնց որ աջակցությունը այստեղ խնդիր է գալի նայեք իսկ ինչ վերաբերում է խորհրդանական դիմությանը մեր երազանքի դիմությունը իհարկե չի իհարկե խնդրահարույց է իրանց ընդհանուր առմամբ background-ից սկսած շատ խնդրահարույց կետեր կարանք ասենք ու այդ պետք է ասենք որ կա օրինակ այդ խորհրդանական դիմություն կա արտախորհրդանական դիմություն մենք այդ արտախորհրդանական դիմությունն ենք պետք է կարողանանք ինչ որ ձև իրանց հետ դերերի վերաբաշխում անենք
Ինչ նկատի ունեմ ես դասելու, օրինակ Նիկոլ Փաշինյանը բերելու է, քանի որ այսպես ասեմ, հիմա մեզ դուրը իրանք կարան չգան, ինձ ընդհանրապես օրինակի համար ես իրանց հետ այլ պայմաններում կտրականապես դեմ կլինեի աշխատելուն, բայց այս պահի դրությամբ մեր հայկական պետականության դեմոնտաժը տեղի ունենում ու հիմա շունգել, ինչպես նշեցի, իրանք է խորհրդարան նստած։ Հիմա նայեք, քանի որ այսպեսին է իրավիճակը, պետք է բարիկադավորվել, այսինքն, այս մարդիկ օրինակ ես լսել եմ ուզում են ոչի շտաբ ստեղծեն, բանի, չէ, Սահմանադրության։ Ինչ իրավունքով։ Ոստեղ դուք ինչ իրավունքով եք։ Ես դիմում եմ այդ խորհրդարանական դիմությանը։ Ինչ է ոչի շտաբ ստեղծում, դուք հենց դրա համար եք այնտեղ գտնվում, որ Սահմանադրությանը առաջին ճակատն եք, դուք չպետքա թողեք դա նույնիսկ այդ հարցը չդրվի։ Հա, այդ հարցը դրվի, դուք պետքա տապալեք այդ հարցը։ Ինչ ոչ, այսինքն դուք արդեն համարել եք, որ Նիկոլ Փաշինյանը դա անցկացնելով ոչով եք գնում։ Ոչի ճակատը մերն է։ Արտախորհրդարանական ընդդիմությանը, որովհետև եթե դուք այդ ճակատը չկարողացաք պահել, մենք շատ հույս ունենք, որ կկարողանաք իհարկե ակնհայտ է, որ չեք կարող, բայց մենք պետք է աջակցենք ձեզ այդ ճակատը պահելու գործում։ Իսկ այս ճակատը, ոչի ճակատը, դուք գործ չունեք դրա հետ։ Որովհետև ձեր գործը խորհրդանումով բան, այդ մեր գործն է արդեն ոչի ճակատ տանելը, որովհետև այս մարդիկ ես նաև համոզմունք ունեմ, որ հենց որ կպան այդ ոչի քարոզչությանը, գիտեք ինչա գնա դրանից հետո։ Ոչ միայն տապալելու են, գիտես ինչա տեղի ունենալու։ Նիկոլ Փաշինյանը լսել է, ես ռուսական բաները, Ռուսաստանը չի ուզում մեր համար խաղաղություն եւ ոչի ճակատը թույլատնելու են։ Հա, ու հենց դա է խնդիրը։ Ինքը ասելու է, որ սա ռուսական պատվեր է, որ այստեղ Ռուսաստանից այս ընդդիմությանը ղեկել են, որ տապալեն մեր խաղաղությունը Ադրբեջանի հետ, որովհետև սա թոկա Հայաստանի հասկանում եք, չէ՞, որովհետև 4 հանրապետությունը դա խաղաղության մասին է, դա կոնֆլիկտը դրժելու մասին է, ու այդ ձևով ամեն ինչ կտապալվի։ Հիմա դրա համար ընտրությունից առաջ ապրիլի 1-ին Պուտինը օգնեց հենց Նիկոլ Փաշինյանին։ Ինձ թվում է ինքը չէր ուզում օգնել, դա ստացվեց։ Կամա թե ակամա, գիտեք, հա, իհարկե, այստեղ հարցը նրան մա, որ Պուտինը, ոնց որ ինքը ակնհայտ է, չէ՞, որ խոսակցություններ կան, որ ինքը օրինակ հեռախոս չունի, բան, իրան պապուչկեքով բերում է։ Այդ մարդը տեղյակ չի ինչ է Հայաստանում կատարում, ինքը ընդհանրապես տեղյակ չի հայկական հասարակության հանրության տրամադրվածություններից։ Դրա համար երևի ինքը այդպես ինքը իր մեջ գցե բռնի ասել, այ հեսա կասեմ հայ ժողովրդից կլսի, իսկ հակառակ էֆեկտը տվեց։ Որտեվ ակնհայտ է, որ Ռուսաստանն է խնդիր ունի Հայաստանի հետ, այսինքն չասենք Հայաստանի հետ, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հետ հաստատ։ Դրա համար մենք տեսնում ենք, որ այդ ապրանքների բաները, սանկցիաները ապրանքների վրա ցուկ այլևս չի մտնում, տեսնում ենք մեր ձկնաբույսները այսպես մեծ խնդիրների առաջ են կանգնած մեր գյուղատնտեսությունում զբաղվածություն ունեցող հասարակ գյուղացիները մոտավորապես 300,000-ից ավել մարդ ասում որ գյուղատնտեսության մեջ զբաղվածություն ունի։ Այսինքն այդ անհատներն են, ովքեր պարզապես իրենց փոքր այգին խնամում էին, այդ բերքը ուղարկում էին Ռուսաստան։ Հիմա մենք այդ շուկան արդեն կարելի ասել կորցրել ենք, մենք չենք այդ ընթացքում, երբ որ մենք պետքա ձեռք բերեին գոնե թե եվրոպական շուկաներ չենք ձեռք բերել, ու այսպեսի խնդիրներ առաջանում, ու այդ լծակներից Ռուսաստան կարողանում է լավ օգտվել։ Հիմա նաև Թուրքիան կօգտվի, երբ որ թուրքական Հա, իհարկե կօգտվի, միանշանակ։ Թուրքիան հետ սպասում է այդ բանին, ու այստեղ այսպես ասեմ, քանի որ Նիկոլ Փաշինյանն քել են վախեցած այդ դեպքից, ու իրանք գիտեն, որ հանրությունը ակնհայտորեն չի ընդունելու այդ բաները թուրքական այդ էքսպանսիան էլի տնտեսական, բայց այդտեղ մի հատ ուրիշ հարց էլ կա, դուք են տեսանկյունից նայեք, որ առաջի հերթին այդտեղ Թուրքիայի կոմպոնենտն է, որովհետև իրանք մեզ ընտրություններից առաջ ինչ հեքիաթային պատմում, որ հեսա սահմանը բացվում է, հեսա ստորագրում ենք, անցակետը բան ստորագրում ենք եւ այլն, ու մեկ էլ բանը գալիս է ժամանակը Ռուբեն Ռուբինյանը, որ այդ գործերով էր զբաղված ինքն էր, չէ՞, հենց հանձնաժողովի ղեկավարը, ինքը գնում է ազգային ժողովի նախագահ, այդ թեմաները ցրվում են, вообще ով է հիմա զբաղվում է հայ-թուրքական հարաբերությունների այսպես կոչված կարգավորման, մարդ չկա ոնց որ թե ես տեղյակ չեմ ամեն դեպքում։ Համի եվրոինտեգրացիայի հարցն է կարևոր։ Հա, բա ոնց է եվրոինտեգրացիայի որոշ բաց ձեռքներով հիմա սպասում են Ուկրաինան չի կարող չի ստացվում էլի փաստացի մտնի ներկապային։ Հա, դե այդ գիտեք այդ կոնֆլիկտը այնքան երկարատևելու։ Այստեղ Ռուսաստանը այդտեղ ակնհայտորեն շատ սխալ հաշվարկներ է արել, շատ սխալ հաշվարկներ, որովհետև գիտեք այդ կոնֆլիկտը ռուս-ուկրաինական ես իհարկե հույս ունեմ, որ ինքը շուտ կավարտվի, որովհետև այսպես ասեմ, իմ սիրտը ցավում է, իրանք եղբայրական ազգեր են իրականում, որ իրանք եղբայրասպան պատերազմ են նախ տանում, երկրորդն էլ ոնց որ անիմաստ, պարզապես անիմաստ, մարդիկ են զոհվում այնտեղ երկու կողմից էլ, ու ինչու՞մ է խնդիրը։ Իհարկե այստեղ պետք է տարանջատել, որ կա ագրեսոր ու կա զոհ, ագրեսորը Ռուսաստանն է, զոհը Ուկրաինան է այս դեպքում։ Զոհը ընտրություն չունի, պետք է պաշտպանվի։ Հա, զոհը պաշտպանվում է, ոնց որ տենց, իհարկե այդ մի քիչ շատ
ինքը շատ բարդ կոնֆլիկտ է, չենք կարող ասել, որ հստակ այս ինչ արեց են մի ժամանակ շրջանում եւ այլն, ակնհայտ է, որ սահմանը խախտել է Ռուսաստանն առաջ գնացել, բայց մի կողմ այդ հարցերը թողենք, ես համոզված եմ, որ դրան դիվանագիտական լուծում հնարավոր էր գտնել, եթե գոնե թե մի քիչ ավելի խաղաղասեր մարդ լիներ նստած հենց Ռուսաստանում, էլի նպատակ չունենար մինչև վերջ, այսպես ասենք, կզծնել, ինչպես եւ այս պահի դրությամբ օրինակ չստացվեց թե կզծնելը, այդ նույնը օրինակ տեսնում եք, չէ՞, Նիկոլն էլ ուզում մինչև վերջ կզծրած լինի, բայց փաստացի մինչև վերջ կզծնողի ոնց որ վերջը նախարարի իրան են այդ անում արտաքին ուժերը։ Դե Կարենք երկար քննարկենք ազդումա չի ազդումա, ամեն դեպքում խոսանք է նրա մասին, որ երկու պետությունները սպայն ավելի թույլ են ակնհայտորեն քան կարող էին լինել, ես տնտեսական առումով, կառավարական առումով իրանք շատ տեխնոլոգիաներ են ստեղծել, արդեն ուժեղացել են, կոփվել են պատերազմից, բայց այդքան մարդ են կորցրել, տնտեսական պոտենցիալ են կորցրել ու ոնց որ մենք պետք է դանանք երկարաժամկետ կտրվածքում, որ իրար շատ մոտ ազգերը իրաց ցակմամբ մոտ ազգեր եւ այլն։ Երկարաժամկետ թշնամանք ունեցին։ Հա, այդ ինչ խնդիր արժանու կամ օրինակի համար որ մտածում ես, օքեյ, Ռուսաստանը հաղթեց ինչա լինելու, Ռուսաստանը պարտվեց ինչա լինելու, այստեղ շատ այդպիսի խնդիրներ կա ու տարածաշրջանի վրա դա իհարկե մեծ ազդեցություն ունենալու։ Գիտեք, այս առումով Հայաստանի համար միշտ մեր շուրջը տեղի ունեցող այդ թեկուզ եւ բացասական դեպքերից մենք կարանք օգուտները մեր քաղենք։ Կարանք եւ շատ վտանգավոր բանանք։ Ես օրինակ կարամ բերեմ, օրինակ Ռուսաստանը կարա հաղթի, չէ՞, Ուկրաինային օրինակի համար չգիտեմ, ինչ որ ձևով օկուպացնի Ուկրաինան ու արդեն իսկ ռազմականապես ավելի կոփված Ռուսաստանը լրիվ ռազմական ռելսերով ռուսները դա կարողանում են, ակնհայտ է։ Ու արդեն աչքը սկսեն գցել կողքերը ու ոնց որ տրանց մի հատ փոքր Հայաստանը հանգած օրինակ կարա չէ՞ լինի։ Մի հատ էլ բազա ունենք, դե ինչ խնդիր կա։ Ձեզ անտենկանում։ Հա ու ընդհանուր առմամբ կա այնտեղ լիդեր, որ ժողովրդի առնվազն կեսը չի ընդունում։ Չմոռանաք, որևէ կերպ չի 20 թվականից ի վեր Ադրբեջանը իր ցամաքային սահմանը դեռ փակ է պահում։ Հա, իբր կորոնավիրուսի պատճառով։ Թե COVID-ի ինչ կապ ունի 26 թվին։ Հա, հիմա ոնց պատկերացնում եք, ես ինչ եմ ասում, օրինակ իմ այդ բոլոր դեպքերը, որ կարան հնարավոր զարգացումներ կարա տեղի ունենան, մենք միշտ պարտված ենք, մենք միշտ տվողի դերում ենք, որովհետև մենք ունենք տվող լիդեր, պարտված լիդեր։ Ինքը բանը անում, էլի, այսինքն մենք սկզբում մի կողմից հանրաքվե մեզ պարտադրեցին, ինքը ընդունեց, Ալիևի սահմանության հանրաքվեն։ Հիմա արդեն Ռուսաստանը պարտադրում իր հանրաքվեն, ասում է դե ուրեմն դու էլ հանրաքվե արա, մի հատ ասա Եվրամիությանն ես միանում, թե բանես ԵԱՏՄ-ում ես մնում։ Ու եք ինչի համար այդ հանրաքվեն։ Այդ հաշվարկը կոնկրետ Ռուսաստանը բավականին մանրակրկիտ ու ճիշտ է արել, որովհետև այդ հանրաքվեում ԵԱՏՄ-ն հաղթելու է։ Ես այդ համոզմունքը ունեմ, որովհետև այստեղ այդ հանրաքվեում գնալու են այն գյուղացիները օրինակ 300,000 ու բերքը տարի չի վաճառվել։ Այսինքն Ռուսաստանը դրա վրա է խաղադրույքը դրել։ Հա, իհարկե, ինքը ուզում է դիարմանկետը ստեղծի, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանին կկարողանա հեռացնել, կկարողանա պրոռուսական ինչ որ ուժի բերել իշխանության, դա կլինի ուժեղ Հայաստանը կամ Հայաստան դաշինքը կամ չգիտեմ այլ արտախորհրդարանական ինչ որ մի բան որ ձևավորվի, ինչ որ մի այսպես ասենք ընդունելի ֆիգուրի շուրջ ու ինքը կարողանա հետ բերել Հայաստանը այդ պրոռուսական գծի մեջ։ Ակնհայտ է, որ դա է այդ երկարաժամկետ նպատակը Ռուսաստանի ու հենց այդ պատճառը, որ անընդհատ այս տնտեսական սանկցիաները գնալով խորանում են, անհայտ է այդ գազի հետ կապված ոնց կլինի։ Հենց գազի վերաբերյալ ուզում հասնել քեզ որպես տնտեսագետի։ Հայտնի է, որ տարվա վերջ ավարտվելու է գազի մատակարարման պայմանագիր եւ խնդիրը կանգնելու այդ պայմանագիրը երկարացնելու։ Ես ինքս ապրելով ժամանակին Ռուսաստանում հիշում եմ, թե ոնց էին գնում բանակցությունները Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև, էլի նույն գազի շուրջ, էլի տարանցքային խնդիրներ։ Հիմա նույն բանը այս բոլոր խնդիրներից զատ նաև գազի մատակարարման խնդիրն է, որը կարող են կտրուկ փոխեն։ Ներկայապային մենք չունենք այդ ենթակառուցվածքը, նույնիսկ իրանց խոստացած թուրքական, ադրբեջանական գազի վերաբերյալ կամ այլն։ Իրանք որ դրեցին մեր հասարակ ժողովուրդը ձմեռը կձգի։ Չէ, իհարկե չի ձգի։ Նայեք, ուրեմն թե վերադառնալու 90-ականներ սկսել են էլի փայտերը, անտառները ես չեմ կարծում որ 90-ականների նման ծանր կլինի, որտեղ ի վերջո դες տեխնոլոգիաներ են եկել, ուղղակի ոնց որ ծանր շրջան կլինի, որից հետո մարդիկ սկսեն արևային կայաններ դնել, հողմակայաններ դնել եւ այլն, ինչ որ ձևով փորձելու են այդ գազից տեղափոխություն կատարել դեպի էլեկտրաէներգիա, բայց պետք է հիշեցնեմ, որ այդտեղ խնդիր կա, որ ատոմակայանն էլ է ռուսական այդ բանի ներքո ու մենք նոր ատոմակայան սարքելու խնդիր ունենք ու ես կարծում եմ որ այդ էլ զուտ ասեմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է
հենց բան անել, փորձել տալ հենց նոր ատոմակայանի շուրջ, որովհետև ռուսները ակնհայտորեն ունեն լավ տեխնոլոգիաներ ատոմակայանի, մենք հումքը գնում ենք Ռուսաստանից, այսինքն այդ կարային կետը լինի, որտեղ մենք համագործակցենք ռուսների հետ, ատոմակայանը կոնկրետ, որտեղ մենք կարիք ունենք նոր ատոմակայանի, իսկ Ադրբեջանը մեր դեմ ուլտիմատում ա դրել, որ մենք չպետք է ունենանք ատոմակայան ու կարծես թե բոլոր ատոմակայանի խոսակցությունները բոլոր պետություններից դադարել են, բացի Ռուսաստանից, այսինքն այդ կետը, որտեղ մենք կարանք փորձենք կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ ու սկսել նոր կետից բան անել, եթե նորմալ իշխանություն լինի, այդ նշենք, այդ անպայման նշենք, հիմա, նայեք, գազի մասով, մենք գազ ուրիշից գնելու ինչ-որ բան չունենք, այսինքն այդ ենթակառուցվածքները նախ Ռուսաստանից է գալիս, պլյուս ամբողջ պետության ներս ենթակառուցվածքը պատկանում է Ռուսաստանին, այսինքն դա անգամ ազգայնացնելու խնդիրը, այնպիսի բարդ խնդիր է, որ արբիտրաժների միջով պետք է անցնել, դա հեծը չի, որ դա մի անձնավորությունից խլես, այդ մի ամբողջ պետությունն էլ ինչ պետություն։ Դա Գազպրոմը արդեն, դա ոնց որ ռուսական պետությունն էլ հաստատ բան չի անելու, էլի, ուղղակի խելոք չի նայելու այդ ամեն ինչին։ Ներսի ենթակառուցվածքը կա, դրսից եկող ենթակառուցվածքը, այդ ամենը փոխել է միլիարդավոր դոլարների ներդրումը պահանջում, արագ կարելի է օրինակի համար մենք ունենք դե գազը տարեկող Պարսկաստանից, բայց այդտեղ խնդիր կա, որ մենք մենակ կարակ էլեկտրաէներգիայի հետ կրկին փոխել այդ գազը, որովհետև սանկցիաներ կա Իրանի վրա, Իրանի հետ դու չես կարող բան անել, առևտուր անել գազի, հենց փողով է դոլարով, որովհետև ամերիկան սանկցիաներ կդնի ու մեկ էլ հիշեցնեմ, որ մենք այնպես մի հատ շատ բարդ շրջանում ենք ու ոչ մեկ չի խոսում դրա մասին, որ ամերիկան սպառնացել է, որ բոլոր պետությունները, ովքեր գոնե չնչին չափով կոնկրետ Թրամփն ասել, կհամագործակցեն կօգնեն Իրանին, հայտնվելու են պատժամիջոցների տակ Ամերիկա։ Այսինքն հասկանում եք, մենք այսպես մի հատ շատ վատ բանի մեջ ենք ու ամենայն հավանականությամբ ոնց որ գազի խնդիրը թանկացման լուծելու համար մենք պետքա տրանզիտով, այսինքն հենց ռուսական գազը արդեն միջնորդավորված Ադրբեջանից գնենք, պատկերացնում եք ու ակնհայտորեն ավելի թանկ է լինելու։ Այս մնացածի մասով այդ հաշվարկները ես ժամանակին արել էի, թե ինչ է լինելու, եթե այդ գազը թանկանա, մոտավորապես բան է հաշվարկներս, այս պահին հենց կոնկրետ թվերը չեմ հիշի, բայց մոտավորապես 40-ից 50%-ով թանկացում է լինելու, ինչը տենց հսկայական բեռ է լինելու թե տնտեսության համար, որովհետև այդ մենակ մեր տներում այրվող գազը չի, դա տնտեսությունն է, որը այդ էներգակիրի միջոցով աշխատում է, այսինքն հացն է թանկանալու, մնացած այդ արտադրանքը հումքն է թանկանալու, մեր այդ արտահանում, որ քչից շատից մի կերպ Ռուսաստանից բացի ուրիշ տեղեր գնում, այդ արտահանումն է կտրուկ թանկանալու։ Ու ես հիշեցնեմ, որ նաև նկատել եք, չէ, հայկական դրամը ինչքան է ամրապնդվում, արդեն 364 է կարծեմ դա ռեմիպա 360 էր բանի համեմատ դոլարի համեմատ։ Ռուբլու նկատմամբ էլ 4-ը։ Հա, հիմա ի՞նչն է այդ բանը, օրինակի համար ես դեռևս այդ բաների մեջ թվերի մեջ չեմ խորացել, ժամանակ չեմ ունեցել որ նայեմ, բայց ես արդեն իսկ որ տեսնում դա, իմ մոտ տպավորություն ստեղծում, որ այդ պետական պարտքի սպասարկման համար են էլի անում, այսինքն իրենք պետական պարտքը որպեսզի ավելի հեշտ լինի սպասարկելը, դա ինչքան ամուր լինի դրամ այնքան ավելի հեշտ է լինելու, իրանք սպանում են Հայաստանի արտահանումը, որտեղ մենք արտահանման խնդիր ունենք, չէ՞, ռուսական շուկան կորցրել ենք, փաստացի կորցրել ենք, շատ շուտով էլ ընդհանրապես ոչ մի ապրանք չի գնալու, իսկ մեր արտահանման հիշեցնեմ, որ մեծ մասը, այսինքն կտորով էլի մոտավորապես 40%-ը գնում է դեպի Ռուսաստան ամբողջի, իսկ որոշակի ապրանքների օրինակ ալկոհոլի 80-90%-ը, գյուղմթերքի 80-90%-ը, ջերմոցային տնտեսությունների ընդհանուր առմամբ, այսինքն այնտեղ էր գնում։ Ու շատ-շատ տնտեսություններ էին կախված, այսինքն այդ ոչ թե խոշորների մասն է խոսքը, այլ գյուղացիներն են ավելի իրաց վարկերը փակելու խնդիրներ են ունենալու էլի դրա հետ կապված ու այդ պայմաններում, երբ որ հնարավոր էր գոնե թե Եվրոպա ինչ որ նոր շուկա բացել, դրա համար պետք է լիներ մեր արտարժույթը արժեզրկել, իրանք ամրապնդում են ավելի ու ավելի մեծ խնդիրներ են ստեղծում մեր արտահանողների համար։ Այսպես կոմպլեքս շատ մեծ խնդիրներ են, որոնք վաղ թե ուշ դուրս են գալու ու Նիկոլ Փաշինյանի շոուներն է պատահական չի էլի, ոնց որ ես ինչ թվերի որ հետևում եմ, օրինակ Արբստատումից գալիս է ընդունենք 3 ամիս առաջվա տվյալները, իսկ Նիկոլ Փաշինյանի սեղանին ամեն օր այսօրվա գնալով ավելի վատ թրացող այդ թղթերը դնում են, չէ, ինքը գիտի։ Եվ մենք տեսնում ենք Մասկի շոու։ Հա, ոչ միայն Մասկի շոու, այլ նաև ես համոզված եմ, որ այսպես կոչված այդ ապօրինի գույքի վերադարձը նպատակ ունի գոնե թե կարճաժամկետում բյուջեի ջերմվածքը փակելու համար, հա, որովհետև իրանք նախընտրական մեզ խոստում են տալի, որ հեսա բան դեֆիցիտը կրճատելու ենք, բայց մեկ էլ ծրագրից բանի այդ անհետացավ այդ կետը, այսինքն դեֆիցիտը մենակ աճելու է պետական բյուջեի։ Պետական բյուջեն է մի հատ ուրիշ պատմություն է, ես իհարկե դա էլ կուսումնասիրեմ, բայց ամեն դեպքում խնդիրներ է,
ամբողջ խնդիրները։ Շնորհակալություն Սամվել ջան, շատ բովանդակալից զրույց էր, կարծում եմ մի քանի ամիս հետո մենք էլի կարիք ունենանք վերլուծենք այս տնտեսական հետևանքները։ Այնքան արագ է, գիտեք, տեղի ունենում դեպքերը, որ ես ինքս էլ տես նայում եմ ինչ որ մի բան է, հետո նայում եմ լրիվ ուրիշ սիտուացիա է, բայց հա ու վերջի համար էլ էս մի բանն էլ ասեմ, ինչի համար է կարիքը կա այդ արտախորհրդանական դիմության ընդհանուր առմամբ, այսպես ասենք, խոշոր առումով ընդդիմության ինչ որ ձևի այդ ստվերային կառավարություն եք դու կոչում։ Չէ, ես անվանում եմ ստվերային ընդդիմություն։ Ստվերային ընդդիմություն թող լինի, հա։ Ոնց որ մենք նույն բանի մասին ենք խոսում, կարանք տարբեր բաներ էլի անվանումներ դրանց տանք։ Ինքը պետք իհարկե իր ձևավորումը շատ արագ է լինելու, երբ որ պահը գա, որովհետև ակնհայտ է, որ ընդդիմության մեջ էլ հայազգի մեջ էլ մենք այնքան արժանի մարդ ունենք, որ հաստատ կգտնենք լավ ֆինանսների նախարար, կգտնենք լավ էկոնոմիկայի նախարար, կգտնենք լավ ՆԳՆ նախարար, այսինքն խնդիր չի լինելու, էլի արագ մենք կկարողանանք կամքի հարցը։ Կամքի հարցը, որտեվ կոմպետենցիայի առումով այնպես չի էլի, որ Աֆղանստանն ենք, ինչ որ թալիբների մեջ պետք է մանգանք ով է մի քիչ գրագետ, այս մեկին դնենք օրինակ, այստեղ կան այդ մարդիկ գրագետ ու հասկացող մարդիկ կան։ Այստեղ խնդիրը այնտեղում է, որ պետք է շատ ֆիգուրներ, ովքեր ունեն մեծ ամբիցիաներ, իրենց ամբիցիաները մի կողմ թողնեն, պետք է համերաշխություն ինչ որ ձևով գտնենք թե նախկինների հետ, թե մնացածի հետ, բայց այն օդիոս ֆիգուրներ, ովքեր պետք է պատժվեն, իհարկե պետք է պատժվեն, ու այդ ինչ որ ձևով մենք այդ ֆորմուլան գտնելով պետք է գտնենք այն ընդունելի կերպարին, ով որ կարող է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, որին հաստատապես կարանք այդպիսի մի հատ ֆիգուր գտնենք, որ ընդհանուր առմամբ թե ներքին առաջերտին ներքին ժողովրդի համար ընդունելի կոմպրոմիսային կերպար։ Հա, երկրորդն էլ, որ ինքը դրսում էլ մեզ ներկայացի մենք չհամաչենք իր համար, էլի, ոնց որ չգիտեմ, չգնահատա բուլատի ցատամները ցույց տա դրսում։ Ու այս պայմաններում, երբ որ գնալով տնտեսական իրավիճակը վատանում է, երբ որ քաղաքական իրավիճակն է վատանում, լարվածություն մեծանում է, երբ որ Տիգրանշեն հանձնելու հարց կա, հանրաքվե, այսինքն Նիկոլ Փաշինյանի խնդիրներ, այդ բոլորը կետեր են, որոնք հնարավորություն են այս իշխանությանը դիմադրության միջոցով, այսինքն անհնազանդության միջոցով հեռացնելու փողոցում։ Պետք են այդ կետերը ճիշտ օգտագործել։ Միանշանակ պետք է չմսխել, որովհետև այսքան ժամանակ միշտ մսխվել է։ Ես այդ մի դեպքն եմ պատմում։ Գոլոշի բաց չթողենք հանգած։ Հա, միանշանակ ես պատմում եմ մի դեպքը պատերազմից հետո ես առաջ անգամ որ նախկինների այսպես կոչված շաքերտավոր միտինգին գնում եմ այդ միտինգին ու մի հատ այն հին օդիոզներից մեկի գլխակեր որդուն եմ այնտեղ տեսնում, քորփոշման հետ եմ գնում ու մեկ էլ միանում եմ իրանց միտինգներին Բագրատ Սրբազանի բանի ժամանակ Տավուշահան հայրենիքի հետ շարժման ժամանակ եմ միանում, որովհետև գոնե թե տեսնում էի, որ էլի մարդիկ կան, ովքեր որ ըստիս ազնիվ էին։ Բայց էլի ոնց որ Բագրատ Սրբազանի շուրջը հավաքված մի խումբ մարդիկ ժողովրդի մոտ վատ հիշողություններ արթնացրին ու մնացած արդեն մենք գիտենք։ Այս անգամ մենք մեր սխալներից պետք է դաս քաղենք։ Միանշանակ։ Բնականաբար։ Շնորհակալություն Սամվել ջան, մենք հիշեցնում ենք, որ մեր այսօրվա հյուրն էր Սամվել Աշոտյանը, տնտեսագետ եւ տվյալների վերլուծաբան։ Հանրային գործիչ։ Բայց հələ որ ոչ բլոգեր, ռոս, ասեք բլոգերը այսքան էս վատ իր բանը կորցնի։ Բլոգերներն է պետք է մաքրվի, թե չէ շատ տպված։ Միանշանակ, դրա համար cancel ենք անում շատերի։ Լավ, շնորհակալություն Սամվել ջան։ Մենք այսօր ավարտում ենք, հարգելի հայրենակիցներ, միշտ նոր հանդիպում։